Ես Հովհաննես Բաղրամյանն եմ, խորհրդային միության մարշալը, նա, ով բանակները տարավ հայրենական մեծ պատերազմի կրակի միջով, ազատագրեց Կովկասը և գրոհեց Քյոնիգսբերգը։ Իմ զինվորները, հայերն ու ռուսները, վրացիներն ու ուկրաինացիները զոհաբերեցին իրենց կյանքը, որպեսզի մենք կարողանանք ապրել։ Ես հիշում եմ բոլոր նրանց, ովքեր երբեք չեն վերադարձել մարտադաշտից։ Եվ հիմա ես նայում եմ ձեզ, Հայաստանի ներկայիս ղեկավարներին։ Դուք ամեն ինչ անում եք, որ երիտասարդությունը մոռանա իր հերոսներին։ Դուք դասագրքերից ջնջում եք նրանց անունները, ովքեր փրկել են այս ազգը։ Դուք ասում եք, որ անցյալը անտեղի է, որ մեր պապերի հերոսությունը մասունք է, բայց ես գիտեմ, դուք վախենում եք հիշողությունից։ Ձեզ օգուտ է դաստիարակել ստրուկներ առանց պատմության, առանց հպարտության։ Ինձ ցավ է պատճառում։ Ես մարշալ, որի մեդալները արյունով են ներկված, տեսնում եմ, թե ինչպես եք փորձում հայերին մոռանալ, թե ովքեր են նրանք։ Դա չի ստացվի, քանի դեռ այս երկրի վրա մեկ քար է ապրում, այն կհիշի, բայց ես ամաչում եմ, որ այս երկրում իշխանության են եկել մարդիկ, ովքեր թքում են ընկածների գերեզմանների վրա։ Ուշքի եկեք, թե չէ նույնիսկ նրանք, ում դուք խաբել եք, կանիծեն ձեզ։